Հիմա այսօր մարդիկ ման են գալի մի հատ Սասունցի Դավիթ, որ գա թուրը քաշի, այսպես սաղին փռի ու ինքը իդ Բայց Սասունցի Դավիթը դու չպետք է փնտրես, ինքը կգա դու կտեսնես։ Եթե ասենք չեկավ, ուրեմն դե վերանանք, հա։ Դե հարցնում եմ, դա եմ հարցնում ես։ Փաստորեն։ Արդյոք սպասում եք Սասունցի Փաստորեն, երբ որ անհատի պաշտամունքի ինստիտուտը ներմուծում էին մեր մարդկանց ուղեղի մեջ, սա էլ էր դավադրություն մեր ազգի դեմ։ Այսինքն անգամ մեր ասացվածներ կային, չէ՞, որ ռուսական կայսրության տիրապետության կոմունիստական, ասենց ասենք, տիրապետության ժամանակաշրջանում ներմուծել էին մեր մեջ եւ ռուսերեն էր հնչում։ Ասում են, что самый умный, что ли։ Ասում են, ամենախելոքն է սա։ Այսինքն մարդկանց բերանը փակելու, ինքնուրույն քայլ չանելու, այսինքն մարդկանց ներսում եղած իր ունակությունները չդրսևորելու ցանկացած ձևը, դա ինքն իր ուժերին չհավատալու, հա։ Այո, փակում են բերանը, ինչ ամենախելոքն է, հա դու էլ մտածում սա այն վերևները որ նստած են, երևի ինձանից խելոք են, դες ձեն չանեմ։ Սա մարդկանց չանշելու եւ մարդկանց, ասենք, իրաց տեղը եւ կառավարելու ձևերից մեկն է։ Նա, այսինքն հիմնական տարրն է, որպեսզի կառավարեն։ Հիմա ինչ որ դուք հարցնում եք, անհատի։ Այս անհատի բանը մեր մեջ նստացրել են եւ մենք սպասում ենք այդ անհատին։ Եվ այդ անհատը կարող է տենցել չգա։ Որովհետեւ եթե հանկարծ Քրիստոսն էլ գա, ես հաստատ եմ ձեզ ասում, հաստատ։ Մարդիկ են հայտնվել, ասում են, «Սովա ձեռներն էլ ծակ»։ Սովա ծակ ձեռներով ինչ պետք է անի։ Այս աստիճանի մեր հանրությունը դեգրադացված է, արժանամակարգի ներքո, ամեն մարդ իր արժանամակարգ ունի իր տան մեջ, իր սրբությունը իր պուճուրիկ տան մեջ է պահում, այսինքն բոլորին մտցրել են իրանց բները եւ ասում են հանգարց ընդհանուր ձեր ազգային ճակատագրի մասին մտածելու մասին մոռացեք, մենք վերևը ընդ Կրեմլում որտեղ է, մենք ընդ Լուբյանկայում կորոշենք, կասենք մեր դրացոների միջոցով ինչ պետք է անենք, կանենք, կասենք, որ ձեր Արցախի, ասենց ասենք, ձեր ազգակիցների մի մասի նկատմամբ մենք ցեղասպանություն կանենք եւ դուք պետք է լռեք եւ դուք պետք է ցեղասպանություն անողի հետ գնաք խաղաղություն մանգակ փնտրեք ուրեմն կետակ տենցել կանեք բայց կասենք որ ասենք 41-ից 45 թվականները ձեր ազգին 350,000 մոտավորապես զոհ տվեցիք տարեցինք հերթական 25 տարի անց հերթական ցեղասպանությունը արեցինք ձեր ազգի նկատմամբ հասկացանք պատերազմը բայց այդ աստիճանի անհավասարություն որ Հայաստանի տղամարդկանց գրեթե կեսին սպանել են դուք պատկերացնում եք հիմա ինչ վայնասուն կլեր Ռուսաստանում եթե Ռուսաստանի բնակչության տղամարդկանց կեսին սպանեին այսինքն 50 միլիոն ռուս տղամարդ սպանեին Եվ այդ պարագայում մեզ ասում, գիտեք ինչ կա, այդ էլ ձեր հայրենիքն էր, դուք ձեր հայրենական պատերազմը, դուք եք վարել, այ քեզ բան, այդ ինչ հայրենիք էր, որ ասենք այդ մեր երկրի բռնազավթված այս տարածքը, ասենք Արևելյան Հայաստան կոչված աշխարհագրական դիրքով եմ ասում, մարդկանց տանում են ուրիշի խելագար մտքերի համար պատերազմելու, տանում են Խաղաղ օվկիանոսում ինչ-որ Կուրիլյան կղզիներ են ազատագրում, տանում են Եվրոպայի կենտրոնում մայրաքաղաքներ են ազատագրում, բայց մի հատ ոչ ու փուչ, քարտեզի վրա չերևացող Իգդիժ գյուղ մասի սարի փեշին չկարողացան ազատագրել։ 4 մարշալով, 100 գեներալով, 200 հերոսներով մեդալակիրներով, այդ 600,000 հայ զինվոր է եղել, գեներալով, այդ 600,000-ը, որ մենակ ոտով էտար Ստամբուլ կհասներ, այդ նույն բանը ոնց որ Արցախյան պատերազմի ժամանակ Նիկոլը որ ասում է 35,000 մարդու կյանք են փրկել այդ իմ ստորագրությամբ, 35,000 մարդուն, որ ճիշտ կազմակերպեին, երկու հատ լավ մայորի կամ գնդապետի Հավեսով հայ տղեկին հրամանատար նշանակել Բաքու կպրծներ պատերազմը։ Արհեստական քաոսը ստեղծեցիք եւ տվեցիք հանձնեցիք այդքան զոնել հետը։ Հիմա մեզ ասում են Ադրբեջանի հետ դուք պետք է եղբայր լինեք։ Ոյ, ընդ որում սենց։
Նիկոլ ջան, կգաս ընդ կնստես Լուկաշենկոյի ոտի մոտ քոտոտի նման։ Ընդ ադրբեջանական զորքերն էլ որ կասեն, որ մարդիկ կգորան ուռա, դու էլ հետը կգորաս ուռա։ Այս է սա մեր իրականությունը։ Այս է սա մեր իրականությունը, երեք էլ ես տեսնում եմ, ինչ որ բեսմերտնի պոլկ են անում, եսիմ ինչ են անում, ամբողջ աշխարհը, այսօր մայիսի 8-ը, ընդունում մայիսի 8-ը ոչ թե 9-ը, մայիսի 8-ը նշում է որպես հիշողության եւ համերաշխության օր։ Մարդիկ հասկացել են, դա գիտեք ինչից են հասկացել։ Հասկացել են նրանից, քանի որ հիմնական տարը, այդ ֆաշիզմի հիմնական տարը կրող, այսինքն այդ ազգը, որը գերմանացի է կոչվում, ինքը աղերսել է, ինքը փոխվել է, եւ իրան փոխել են, ասեմ ձեզ, շատ մեթոդներ ա եղել, շատ հետաքրքիր բաներ կա, թե ինչ ձև են այդ ազգի մեջ նստած, այսինքն այդ իրանց վեհությունը, որ իրանք առավել ազգ են, ոնց են կաթիլ իրանց մեջից հանել, կան ձևեր էլի, եւ այդ մարդիկ դարել են իսկապես նորմալ քաղաքակիրթ ազգ, բայց բոլշևիզմը, որը տարել է էլ ավելի շատ մարդկանց կյանք, օրինակ ֆաշիզմը տարել է 50 միլիոն մարդկանց կյանք, բոլշևիզմը տարել է 100 միլիոն մարդկանց կյանք, հիմա որն է ավելի շատ սատանայական, ավելի հակամարտկային ռեժիմ, իհարկե բոլշևիզմը, իսկ այսօր ստիպում են այդ բոլշևիզմին ուռա ասել, սա միակ դեպքն է, ես вообще ցնդելու բան է, որ ֆաշիստը ինքը նշում է ֆաշիզմի դեմ հաղթանակ։ Ռուսաստանը այսօր ֆաշիստական ռեժիմ է։ Ռուսաստանը այսօր ասում է նույնը ինչ որ ասել է 41 թվին, 39 թվին Հիտլերը։ Ասում է ես երկիր իմն ասում է։ Իմն ասում է ինչ Ուկրաինա։ Այն վաղտն էլ Հիտլերն էլ ինչ էր ասում, ինչ Ավստրիա, ինչ Պոլշա, ասում է իմն է։ Հա ինչ էր ասում որ։ Այդ խելակ դեմ, այդ ինչ հայրենական դարավ հայերիս համար։ Հիմա այսօր գիտնականներ կան։ Նայեք ինչ են ասում է։ Ասում մեր զինվորները, հայ զինվորները ասում է գերմանացու խփելուց ասում է մուռ էին հանում ասում է ցեղասպանությունից։ Ինչ կապ ունի ցեղասպանությունը։ Ինչը Գերմանիան աջակցում էր Թուրքիային հայերին սպանելուն։ Դու սատի հերն անեցեմ։ Թե այդ ցեղասպանությունը 15 թվականից 23 թվականներ իրականացված ցեղասպանությունը չի ծրագրավորվել հենց Կրեմլում։ Հենց Կրեմլումն է դա ծրագրավորվել եւ իրականացվել է թուրքերի ձեռքով։ Օսմանյան կայսրության ձեռքով։ Ահա սա ամբողջը աղավաղում են։ Հիմա տեսեք, ամբողջ աղավաղում են, մարդկանց ուղեղները լցում են թյուր, կեղծ արժեհամակարգով։ Հիմա այս միջավայրի մեջ, հիմա նորից անդրադառնամ ձեր առաջի հարցին, ինչ է մտածում ժողովուրդը, ինչ կարա մտածի։ Ինքը իր աշխոտ տենում է, ոնց է ռուսը դավաճանում, Արցախը տալի, բայց տելևիզիոն լսում է ուրիշ բան, ռադիոյով լսում է ուրիշ բան, համացանցով լսում է ուրիշ բան։ Լսում է, հետո սկսում է կասկածել, հա, կարող է ռուսը մեղավոր չէր, որ Արցախը գնաց։ Խերը զապիսները գցում ենք, ռուսական գեներալները, Շոյգուն, Թուրքիայում ոնց ասում, հիանալի է գերազանց անցկացրած ռուս-թուրքական օպերացիա Ղարաբաղում, էլ ինչ ասի, էլ ոնց ասի, ու այդ կանից հետո ռուսական լենտշկաներով, չգիտես ինչ, ռուսական սիմվոլիկաներով, քայլի էր թե կանում, ու հանգած մարդկանց չխապեք, մարդկանց խապում են գիտեք ինչով, արա դե ֆաշիզմը էլի մերոնք են մահացել, այդ ինչ սրբապղծությունն է, որ նայ դրա դեմ են խոսում, ինչա դեմ եք պատերազմի հաղթանակին, ոչ, դեմ չենք, ուղղակի այսօր հստակ այդ հաղթանակը ուրեմն այնքան սրիկա ու ստոր են ռուսական կայսրության գործակալները, որ այդ հաղթանակը օգտագործում են մարդկանց խաբելու եւ նորից տանելու կեղծ արժեհամակարգի մեջ։ Արա թողեք էլի մեզի։ Թողեք, մեր զոհերն են 300,000-ից ավել զոհ են տվել երկրորդ համաշխարհային պատերազմում։ Ես դա գումարում եմ 1,5 միլիոն մեր ցեղասպանության զոհերին, սա հետը զոհվել են Աստված ողորմի իրանց հոգուն։ Գերի են եղել տարել են, ոմանք էլ ասեմ კი սրտե են հավատացել առանց գիտակցության, որովհետև էլի նորից բլոկադա է եղել, ուղեղային բլոկադա, ոնց որ հիմա։ Տարել են մարդիկ գնացել կռվել են։ Լավ հայերն են կռվել, մուռ են հանել,
Թուրք Օսմանից գերմանացուց մուրենհանը թուրք Օսմանի վրեժն են լուծել։ Լավ հասա։ Բա բուրյատներին, չեչեններին, հազախներին, որ տանը մսածու լցում էին նորից կրը, նրանք ինչի մուրենհան են։ Հələ հերիք է էլի մարդկանց խապեք։ Կամ այսօր, երբ որ նայեք, աղետա, բուրյատ չէ, աղետա, տղամարդ չի մնացել։ Այսինքն Ուկրաինայի դեմ հատուկ օպերացիա է կատարում Կրեմլու ինչ-որ մեկը։ Բայց ինչ-որ մեկ բուրյատած գարանքում վերանում է։ Դուք հասկանում եք։ Հիմա բուրյատներից ինչ-որ մարդ գտնվի, որ հելի ասի, սա Կիևի գրավումը կամ Կիևի դեմ պատերազմը մեր բուրյատների սրբազան պատերազմ։ Դուք հասկանում եք, այսինքն օտարի համար այդ բուրյատն ով է։ Սուս լրիվ անասուն են։ Տղաներ, մենք այդ տպավորությունն ենք թողում։ Դրսի մարդկանց համար, երբ որ այդ ֆիտիշ ասում ենք, այդ լենտեշկեկը վեգալում քայլում ենք։